Ծովեց թևերն հոգիս մոլար, ճանչեց ըզնե գեղ ու գրակ, սիրտն անապակ ինչպես վտակ, անմեղ ինչպես սիրտ դալկահար, հավատարիմ ինչպես քնար, հրաժեշտ տվավ կյանքի մենակ, բույր մը նայված կփունջ մը ժպիտ, քուրայ մը խոսք դյութեց իմ սիրտ։ Ապրես հոբելյար նստիր։ Էլով է ուզում ներկայացնել մեծարենցի գեղեցկագույն բանաստեղծություններից։ Խնդրեմ Ռեբեկա, լսում ենք քեզ։ Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին, հաշիշով օծում ու բալասանով, լուսեղեն ճամփեն ես կանցնիմ գինով, գիշերն անուշ է, գիշերն հեշտագին, համբույրներ կուգան հովեն ու ծովեն, համբույր լուսե, որ չորս տիս կծաղկի, այս գիշեր տոն է հոգվույս կիրակի, համբույրներ կուգան հովեն ու ծովեն, բայց լույսն իմ հոգվույս քիչ կմաշի, շրթունք սենց առավ միակ համբույրին, ցնցագին գիշերն է, լույս ու լույսին, բայց լույսն իմ հոգվույս քիչ կմաշի։ Նստիր Ռեբեկա ջան, ապրես։ Այսօր վերլուծություն չենք անի։ Պարզապես ուզում եմ միասին վայելենք այն գեղեցիկ տողերը, որ բանաստեղծը ժառանգել է մեզ։ Հա, Միքայելյան, դու էլ ես ուզում պատասխանել։ Չէ, այսօր չէ, կարելի է դուրս գալ որ խնդրեմ։ Դուրս արի։ Խնդրեմ, Հասմիկ ջան։ Թորոս արթնացիր։ Չէ, քնած չէի, ուղղակի մտորում էի։ Ինչի մասին, եթե գաղտնիք չէ։ Մեծարենցի բանաստեղծությունների։ Հարկավոր չէ մեծարենցի մասին մտորել։ Ավելի լավ է կրկնիր, որ հիմա դու ես պատասխանելու։ Լավ։ Որ բանաստեղծությունն ես ընտրել։ Ակասյանները շուքին տակ։ Ապրես, շատ գեղեցիկ բանաստեղծություն ես ընտրել։ Դե ասա, լսում ենք։ Տիկ ջան, բարև, ես հեսա դասերս վերջացնում եմ, դու ինձ մոտավոր բացատրի այդ ավտոլվացման կետի տեղը, ես հաստատ կգտնեմ կգամ։ Հե, միշ ջան, հիմա ազատ եմ, կգամ քո հետևից դպրոց, իրար հետ կգնանք, համ քեզ կտանեմ, համ ընկերներիս կտենամ։ Վсё, տիկ ջան, ոնց ասես։ Լավ, միշ ջան, դու մենակ դպրոցի լոկացիան ուղարկի։ Հեսա ուղարկեմ տիկ ջան։ Լավ։ Տեսում ձեզ տիկին Արաքշացյան։ Հաջողություն, մյուս դասին քեզ եմ հարցնելու պատրաստ կլինես։ Ավելի տիկին Արաքշացյան։ Եթե քեզ թվում է, որ տիկին Լանջունն ու պատիժը մոռացել եմ, սխալվում ես։ Տիկին Արեշացյան, մյուս դասին Միշոն անպայման պատրաստ կգա։ Տեսնենք։ Հաջողություն։ Հաջողություն։ Էս ո՞ւր մար։ Հիմա կգամ։ Դե ես մի հատ տիկուն գալու եմ հետևից տեղ գնամ հետո մի անգամ կգամ ձեր մոտ։ Լավ։ Մամ, երեխեքով որոշել ենք կինո գնանք, հետո մի քիչ զբոսնենք, բայց դրամապանակս մոռացել եմ տանը, որ նորից տուն չմտնեմ, ինձ մի քիչ փող կտաս։ Դա խնդիր չի իհարկե։ Բայց այդ որ պահվածքի համար եք ձեզ պարգևատրում գնում կինո դիտելու։ Մամ, լավ էլի։ Արի գնանք ուսուցչանոց պայուսակս այնտեղ։ Աղելա։ Ինչ ես անում ցավում ա։ Դու քաշում եմ որ ցավը հիմա լակոտ։ Լանեցած դες գլուխ եմ ջարդելու։ Մարի ջան, ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Մարդ ձեր ձեռքը չի կարող լավ լինել։ Դե այդ մեկը հաստատ։ Լավ, ինձ մենակ են ասա, այդ երաշտական գործիքները, որտեղից էիք հավաքել բերել դասարան։ Ճիշտն ասած չգիտեմ, երևի տանը ով ինչ ուներ բերել է։ Գիտես, լավա Լանջունին չստուգեց Տիկոյի ծնունդը այսօրա թե խաբում է, այ որ իմանար, որ խաբում է, շատ վատ կլիներ։
Հա, գիտեմ, բայց դե ցավոք ես ոչինչ չեմ կարող անել մեր անկարգ տղաների հարցում։ Գիտես, կրեատիվ անկարգները անկառավարելի են։ Հո բան չի եղել, ինչ ես տեղ։ Չէ, մամային եմ սպասում։ Անուշ ջան, ես ինչ ես անում։ Դրավապանակս եմ հնդրում, բայց չեմ գտնում, չկա։ Իսկ կարող է տանն ես մոռացել, հետո չես բերել։ Չէ, ո՞նց եմ մոռացել, հաստատ բերել եմ։ Դուրս եկա գնացի դասը վերադարձա, որ Մարիի համար գումար անեմ, տեսնեմ այստեղ չի։ Ասում ես պայուսակդ թողել ես ուսուցչանոցում։ Հա, ինչու՞։ Այդ տղա, դու քանի գլուխ ունես, որ իմ գործիքը տնից դուրս ես անում, հա? Բայց ինչ եմ արել, նվագել ենք, հիմա էլ տանում եմ դնում Սերվանտի գլխին։ Դու հասկանում ես, սա ինչ գործիք է։ Գերմանական։ Այս տեսակ գործիք ոչ մի խանութում չկա։ Եթե ճիշտն ես ուզում իմանաս, ոչ մեկի նման գործիք պետք չի։ Այդ դու ես, որ թանգարանային նմուշի նման պահում ես գարզիրոփի գլխին, տատի կարած վերմակներ ներգցում ես վրան, որ հանկարծ չգողանա։ Վայ։ Ախր դու հասկանում ես, սա ինչ թանկարժեք հուշ է ինձ համար։ Քո տարիքին էլ չկայի։ Հերս ու մերս իրանց բերանից կտրել են, այս ակորդիոնն առել են, որ ես գնամ ակորդիոնի, սովորեմ նվագել, երաժիշտ դառնամ։ Բա ինչի՞ չես դառել։ Այդ արդեն ուրիշ պատմություն է, բայց դա քո գործը չի։ Դարդիր տեղը ու չխոսաս, եղավ։ Լավ, պապի, բայց մի հատ հարց տամ, էլի։ Եթե չտամ կպայթեմ։ Լավ, ասա։ Դու ինչի երաժիշտ չդառար։ Ինձ հետաքրքրում է քո մանկությունից ամեն ինչ։ Այ բալա։ Մի տարի գնացել եմ ճիշտ ասած։ Բայց հետո խեղճերս հիվանդացավ ընկավ անկողին։ Աշխատող չկար, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին։ Այդ անտերի վարձնել չէին կարող տալ։ Այդ ստիպված չգնացի։ Պապի, ես չգիտեի, որ դու սենց դժվար մանկություն ես ունեցել։ Ոչինչ, հեսա լավ կսովորեմ, լավ գործի կանցնեմ, քեզ համ ակարդիոնի կտանեմ, համ դաշնամուրի, համ երգի, պարի, տակ ազատ ժամանակ լինի, նաև թենիսի ու լողի։ Ձեր ես առնում, հիմար լակոտ, գլուխ տեմ ջարդելու։ Վախի, եկա տեսա մի խազ կա վրան, մատները ջարդելու։ Ապուշ լակոտ։ Դիկ։ Յա, աղբեր ես։ Ոնց ես ցավոտ։ Լավ, դու ոնց ես։ Լավ, աղբեր։ Բա ինչ կա մեր կողմերում։ Մենակ չասես, երեխեքդ մեր դպրոցում են սովորում, ես նոր եմ իմանում։ Չէ, աղբեր ջան։ Մարդ եմ սպասում, դες դպրոցում ես աշխատում։ Հա։ Նայ, այսքան ժամանակը պլանավորում ենք մի հատ իրար գլուխ հավաքվենք, չի ստացվում, ասես պատահական իրանք դնում։ Բայց ինչ ա եղել թեւդ։ Դե մեր գործում ինչ ա լինում։ Առաջադրանքի էր։ Հա։ Ոզորեր չենք ունեցել։ Չէ, հարկասում զորեր չեղան։ Դե լավ է, քեզ էլ առողջություն։ Մերսի, Դիկ ջան։ Լավ, ջան։ Լավ ես։ Միքայելին էր սպասում։ Հա, հիմա իմ մոտ է աշխատում։ Երկրորդ գործ եմ անգալիս, ընկերներից միջոցով ուզում եմ տեղավորեմ։ Երկրորդ գործ։ Լավ, դե չուշացնեմ ձեզ։ Դիկ չկորս։ Դե, ապրես, ես երկու օրը նենց անենք անպայման տենանք, հա։
Ուղղակի ինչ-որ բան գիտես դու։ Ինչ-որ բան… Հա, գիտեմ։ Դե կասես, ինչ գիտես։ Ես գիտեմ, թե որտեղ է քո դրամապանակը։ Հաշ ջան, ես վերցրու թե չէ մոռանալու եմ նորից հետը ստանեմ տուն։ Ոայ տիկ վերել ես։ Հա, Օպրես շատ։ Ես արագ եմ կարդում, շուտ կկարդամ կվերադարձնեմ։ հա հաշ ջան, կարաս չկապես։ Ուղղակի խնդրում եմ անպայման կվերադարձնես, որովհետև մաման ահավոր չի սիրում, որ մեր տան գրադարանից գրքեր են պատասխանում։ Իմ մաման էլ է տենց։ Բոլորի հետ կարողանում է նորմալ շփվի, բացի ինձանից։ Լավ դեռի փոք մի չափազանցրուք, հետ էլ նորմալ շփվում։ Մարջան, այսօր ես, Մարին, Շուշին ու Միշան գնալու ենք կինո, կարող միանաս մեզ։ Իհարկե ոչ։ Նայ, հա, դու չասես չեմ ասել։ Լավություն արա, սրանից հետո մի ասա, որ ես էլ մերժելու վրա ժամանակ չկորցնեմ։ Հա լավ, կողից մեկը լսի կմտածի շատ լուրջ գործերի մեջ ես, տենց ժամանակը թե դոլարով է չափվում։ Հա, հենց տենց էլ իմացի։ Ձեզ էլ բարի ժամանց։ Բայց ինչի մենակ իրանց բարի ժամանց, ես էլ եմ ուզում գնամ։ Արի գնանք, էլի մագա։ Չէ, ես չեմ ուզում գամ, եթե դու ուզում ես գնա։ Ես ուզում եմ, որ ամբողջ դասարանով գնանք։ Որ ամբողջ դասարանով գնանք կգաս, չէ։ Հասմիկ, Տիկո, գալիս եք գնանք կինո։ Հա, ինչի՞ չէ։ Վաղուց միասին տեղ չենք գնացել։ Բա դու Տիկ, որ ամբողջ դասարանով գնանք, շատ հավես կանցնի, հետո մի քիչ կգնանք ման կգանք։ Դե եթե ամբողջ դասարանով գնանք, կգամ։ Հա, ամբողջ դասարանով ենք գնում։ Դե վերջացավ, ուրեմն ես էլ կգամ։ Ուղ շատ լավ, այսօր շատ լավ որ կանցկացնենք, գժվում եմ սենց բաների համար։ Որ սալև։ Մտածում էի թեթև նշադրեքով կպրծանենք, սարքիկ հարսանիք։ Ինչ գիտես դուխիկ, ախր ես հիշում եմ, որ պայուսակից մեջ էր դրամապանակը, որտեղ պետքա դու տեսնեիր, կարող ինչ որտեղ եմ գցել։ Չէ, Ութերի Գևորգը Մարի ջան, ես հիմա ծրագրով քեզ գումար կփոխանցեմ, դու գնա տուն, հետո կխոսենք, լավ։ Չէ, մի րոպե, ես ուզում եմ իմանամ ով է այդ Գևորիկը ու ինչ ասում Տիկին դուխիկը։ Մարի, եթե կարիք լիներ, որ դու հիմա այստեղ լինեիր, ես քեզ կասեի, բայց դրա կարիքը չկա։ Ո՞й ինչ փոխանցել ամուշ։ Էս վերցրու։ Լավ, դուխիկ։ Չէ, ես կարող եմ չգնալ կամ գնալ տանից գումար վերցնել։ Էս վերցրու մամային մի նայ, իսկ դու զանգի բանկ ու ակտիվացրու քարտեդ վերցրու։ Շնորհակալ եմ։ Դե գնա, չուշանաս։ Լավ, չեմ ուշանա։ Դե հիմա խոսիր, տեսնեմ ով այդ երեխան։ Ութերի Գևորգն է։ Ես տեսա թե ոնց է դուրս գալիս ուսուցչանոցից ու դրամապանակը դնում գրպանը։ Կարող է ինչ-որ բան սխալ ես տեսել, դուք կարող է իր դրամապանակն էր։ Չես վերջերս այդ տղան իրեն շատ տարօրինակ է պահում ու ինձ թվում է հենց ինքն է։ Ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինել։ Միգուցե քեզ թվացել է ու չի կարելի երեխային մեր սխալ կասկածներով վիրավորել։ Ինչ է մի վիրավորվող տիպ ես գտել։ Չեմ ուզում այս պատմություն դառնա։ Խնդրում եմ քեզ սրա մասին ոչ ոքի ոչինչ չասես։ Գևորգին կկանչենք, կզրուցենք հետո կհասկանանք ինչ ենք անում։ Լավ։ Աշխարհի ամենաբարի մարդ։ Քո դրամապանակը գողացել եմ, բայց դու էլի ուրիշների մասին ես մտածում։ Նա ավելի դուխիկ։ Քեզ ինչ։
Ինչի՞ է քեզ հետաքրքրում, թե ես ոնց եմ։ Դե ուզում եմ իմանամ, եթե հասկացա լավ ես, ես ինձ ավելի լավ կզգամ։ Լսի, դու ոնց որ ծաղրածու լինես։ Ու ասեմ, ինչքան է բնական խաղաս այդ բարի ձյաձյայի կերպարը մեկը, մեջիդ մոնստր է երևում է։ Ինչ ես շփտում։ Ճիշտ եմ ասում դրա համար։ Ես հասկանում եմ, որ մինչև հիմա բարկացած ես իմ վրա բալես։ Ես բարկացած չեմ։ Ես ուղղակի զզվում եմ քեզանից։ Ու հերիք է, հա, ինձ այդ բառերով դիմես, բալես, աղջիկս։ Ես ոչ քո բալեն եմ, ոչ էլ աղջիկը։ Ու թող քեզ չթվա, որ մի երկու անգամ բարություն արեցիր, իմ կարծիքը քո մասին պետքա փոխվի։ Ես շատ լավ գիտեմ, թե դու ով ես իրականում։ Ու ով եմ ես իրականում։ Դու այն մարդն ես, ով ի վիճակի է անպաշտպան մարդուն նեղացնի, ցավացնի, ինքնահաստատվելու համար։ Դու սրբություն չունես, ու չես էլ պատկերացնում, թե ամեն անգամ քեզ տեսնելուց ես ինչ եմ զգում։ Ինչ ես զգում։ Զզվանք ու սրտխառնոց։ Ափսոս, բայց ես քո հետ լրիվ չշփվել չեմ կարող, որովհետև ինձ դաս ես տալիս։ Բայց խնդրում եմ, որ ինձ դրսում տեսնում ես, մի ժպտա, մի խոսի հետս, մի նայ իմ կողմ, որովհետև ազդում ես։ Մարի ջան, ես հասկանում եմ, որ դու ինձ ատում ես, բայց… Հա, ու ատում եմ։ Թույլ տուր ավարտեմ։ Ես հասկանում եմ, որ դու ինձ ատում ես, բայց ես էլ իրավունք ունեմ ապացուցելու, որ ես այդպիսին չեմ, որ դու սխալվում ես։ Կտեսնես կգա այդ օրը, ու դու կզգաս ու կտեսնես, որ ես այդ մարդը չեմ։ Երբեք, ես չեմ հավատում, որ դու կփոխվես։ Կապրենք կտեսնենք։ Տատիկս մի հատ լավ խոսք ունի, ասում է կարմիր կովը իր ակաշին երբեք չի փոխվում, ինձ թվում է դա քո դեպքի մասին է ասված։ Մարի, աղջիկս։ Աղջիկս։ Ալո։ Միշո ջան, դուխիկն եմ։ Հա, դուխիկ ջան, կներեք, որ ուշ պատասխանեցի, ուղղակի տեղս հարմար չէր։ Հո բան չի եղել, որ զանգել եք։ Չէ, բան չի եղել, ուղղակի ինձ մի փոքր հարցով պետք է օգնես, կարող ես։ Հա, խնդիր չկա, դուխիկ ջան, ասեք ինչա պետք է անեմ։ Տես ինձ, Ութերի Գևորգի համարն է պետք ունես։ Չէ, չունեմ, բայց կարամ չարեմ։ Ոյ, գիտես ինձ ոնց օգնած կլինես։ Հա, ինչ ա եղել, կարող է դի կռիվ մռիվ արել։ Չէ, հա, եթե կռիվ արած լիներ, ես կզանգեի ու իր ծնողներին կկանչեի դպրոց։ Դե տեսեք, եթե պետքա կարամ խառնվեմ էլ։ Դու մենակ համարը գտի ուղարկի, էլ ոչ մի բան պետք չի։ Լավ, դուխիկ ջան, հեսա արագի մեջ կազմակերպեմ ուղարկեմ։ Լավ Միշո ջան, ապրես։ Շատ լավն է։ Համ անմարդկային անկարգ, համ էլ թասիվով տղա։ Ինչ որ բան է եղել որոշացար։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Երեխեք, հուսով եմ, ամեն ինչ վերջացրել եք, դասարանում բան չեք մոռացել, կարանք գնանք։ Հա, բայց մի քանի րոպե սպասենք չոփիկը գա էլի, ասաց հեսա հասնում է։ Լավ, դե եկեք դանդաղ քալելով գնանք միջև գա։ Դու կապի մեջ ես, չէ՞, Ռիբոկ։ Դե հա, կամ էլ տենց։ Որ 2 րոպե սպասեք, աշխարհը չի քանդվի։ Հասուն ճիշտ է ասում, համ էլ ոչ մի տեղից չենք ուշանում։ Հա էլի, հանգիստ եղեք, կսպասենք միջով չոփը գա։ Շոշի։ Ինչ։ Մի քիչ է գլուխդ կախես, գիտդ գետնին կքսվի։ Կներես, բայց կատակների հավեսը չունեմ։ Էդ երևում է, որ ոչ մի բանի հավես չունես, բայց ինչի չեմ հասկանում։ Ուղղակի հավես չունեմ, սենց եմ ու վերջ։ Ուղղակի տենց չի լինում։ Եթե անդրամադիր ես, ուրեմն մի պատճառ կա, ինչ-որ մի բան քեզ ներսից խանգարում է։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, որ կարողանամ օգնեմ։ Բան չկա, ուղղակի տրամադրություն չունեմ։ Այնքան տրամադրություն չունեմ, որ հիմա մեծ սիրով կուզեի տանը լինեի։ Լուրջ եմ ասում, փոշմանում եմ, որ համաձայնվել եմ ձեր հետ գալ, պիտի գնայի տուն։ Տուն գնայր, ինչ էիր անելու։ Իսկ հիմա սենց կգնանք կինո, հետո ման կգանք, մաքուրոտ կշնչենք,
Հետո էլ կգնանք մեր տուն ու լավ կլինի այսօր մեր տանը մնաս, համեր գիշերը կխոսենք ու կպատմես թե ինչ ա եղել։ Չէ, ձեր տուն չեմ ուզում գամ։ Կներես, բայց ուզում եմ գնամ տուն, մենակ լինեմ։ Ես ու իմ մտքերս։ Լավ, ոնց կուզես տենց էլ արա։ Որ ուզում ես իմանաս, գնամ տուն, այնտեղ էլ մամանա հարցախեղ տանելու։ Շուշ, ախր նորմալ չի քո այս վիճակը։ Ուզում եմ օգնեմ քեզ։ Բան չկա, ուղղակի բոլորդ հանգիստ թողեք ինձ։ Շուշի։ Երեխեք չոփիկն եկա։ Ամեն ինչ նորմալ է, Հա, Տիգրան, ամեն ինչ կարգին է։ բայց ինչի տես պաշտոնական մար։ Կներես Տիկ, ուղղակի ամեն ինչ խառնվել է իրար, շուրջս ինչ որ տարօրինակ բաներ ա կատարվում։ Դե ոչինչ։ Գնացինք Մարջան։ Չէ Միշոն արդեն 137 անգամ զանգել է։ Լուրջ այդքան զանգել է, ինձ չի զանգել։ Լեվի հեռախոսը անջատված է։ Չէ, անջատված չի, բայց չի զանգել, տեսնես ինչի ինձ չի զանգել։ Ջոբ տեսնում ես։ Այնքան ուշացար մարդիկ ստիպված 137 անգամ զանգում են։ Պրոբլեմ է մանգալի դու քո համար։ Չէ, եղբայր, չէ։ Դավ, դու էիր ասում, որ Միշան մեզ է սպասում։ Գնանք։ Ալո։ Գևորգ դու ես։ Հա, ով է։ Տիկին դուխիկն է։ Դուխիկը։ Ինչ դուխիկ։ Այ տղա, մի ձևացրու որ չհասկացար, դժվար թե քո կյանքում երկրորդ դուխիկ լինի։ Հա, ասեք ընկեր դուխիկ։ Դու դպրոցում ես, թե արդեն դուրս ես եկել։ Չէ, մեր դասերը վերջացել էր տուն եմ գնում։ Ինչի ինչ ա եղել, որ։ Դե ետ արի դպրոց, կիմանաս։ Բայց արդեն համարյա տուն եմ հասնում, կլինի ես չգամ սենց ասեք։ Եթե հնարավոր լիներ, չէի կանչի դպրոց, նենց որ արագացրու արի դպրոց։ Հա, բայց ախր։ Տղա ջան, չես հասկանում ինչ եմ ասում։ Եթե չես ուզում խնդիրներ ունենաս, հենց հիմա արի դպրոց։ Լավ, ես չգիտեմ ին վրա ինչի եք տենց ջղայնացած, բայց հեսա կգամ։ Քեզնից գախնի չեմ կպահի, որ գազ դպրոց կիմանաս։ Լավ։ Ինքը իմ զանգից խառնվեց իրար։ Աստեղ հաստատ մի բան այն չի։ Ես վստահ եմ, որ հենց ինքն է գողացել։ Դուխիկ ամեն դեպքում հիշում ես, չէ՞ խնդրանքս։ Դրա մասին ոչ ոքի ոչ մի բան չասես։ Թող գա, կխոսենք, կհասկանանք ինչ ենք անում։ Ասում ես երեք լավ երեկո եք անցկացրել, հա, փաստորեն։ Լիք չես պատկերացնի ինչ ապրումներ եմ ունեցել ամբողջ երեկոյի ընթացքում։ Այն զգացմունքները, որ թվում էր արդեն կորել ամեջս նորից արթնացել են։ Իսկ մենակ քո մեջ թե Վանն էլ էր նույնը զգում։ Դե չգիտեմ։ Լիդիա ես շատ խորը ցավ եմ պատճառել Վանին։ Ու երբեմն ինձ թվում է, որ անիմաստ է այստեղ մնալը։ Վան ինձ երբեք չի ների։ Լավ էլի Էլեն, երբեք մի ասա երբեք։ Իսկ եթե դա է ճշմարտությունը։ Դու չէիր ասում, որ դուք իրար անմնացորդ սիրել եք։ Սիրել։ Դե լավ, հիմա բայ ժամանակաձևի հետևից այդքան մի ընկի։ Ինձ թվում է ես փրփուրներից եմ կախվում։ Չհամարձակվես այդպես մտածել։ Իրա վերաբերմունքն է ինձ ստիպում այդպես մտածել։ Լսի գուշակություններ անելու փոխարեն զանգի Վանին միտեղ հրավիրի։ Չէ, էլի պետք չի։ Ճնշել պետք չի, ինքը դա չի սիրում։ Դու գիտես, որոշումը քոնն է, բայց ես քո փոխարեն այդպես կանեի։
Լսում եմ, Վան։ Ես էլ կարծեցի լսողությունդ կորցրել, ինքդ էլ գնացել կորել ես։ Զբաղված եմ, եթե կարևոր բան չկա, հետո խոսենք։ Ո բան չի եղել, նորմալ է ամեն ինչ։ Հետո, հա։ Դպրոցում ես, չէ՞։ Այո։ Գալիս եմ։ Չէ, Վան։ Երեխեք։ Հյուրասիրեք։ Մերսի։ Ես չեմ ուզում ապրես։ Ինչի՞։ Շոկ եղանակա ինքն էլ լավ սառն է։ Խմի կհովանաս։ Չեմ շոքում, մերսի։ Լավ։ Մերսի, Դավիթ։ Ես նարնջի ֆրեշ չեմ սիրում։ Ասջան, կոմոտի ելակներից մի հատ տուր էլի։ Այդտեղ մարդ կա, հոգին ամառ է ուզում։ Շնորհակալ եմ շատ։ Ահանուշ լինի։ Ճոպ, ես էլ քեզ աղբերս։ Մերսի շատ, բայց դու ունես։ Խմում եմ արդեն։ Երեխեք հոգնեց, եկեք մի քիչ նստենք, էլի։ Ոնց ամենը երկու քայլ ես քայլել, արդեն հոգնել ես։ Բա որ սար բարձրանա ինչքան կհոգնեիր։ Սարն ինչի հիշեցի։ Դե, ասում եմ օրերը արդեն տաքացել է, գանանք Տիկին Արեգշատյանին համոզենք մեզ էքսկուրսիա տանի։ Շատ լավ միտք է, բայց երևի մի քիչ էլ տաքանանով։ Երեխեք ջան, չոփողակի ուզում էր ասել, սպասեք թող խոտը մի քիչ էլ կանաչի նոր կգնանք, էլի։ Դա, բա ասում էին նշան 254 անգամ զանգել է, ուր է։ Տենց հետ պետք է, մարդ ջան։ Ինձ մեկ-մեկ թվում է դու նշան նույն խմորից եք։ Նիշ։ Գիտեի որ դու ես։ Շատ եք սպասել։ Դե մի 137 րոպե։ Չհասկացա։ Կբացատրեմ ես հետո։ Ավելի լավ է արագացնենք, որ կինոյից ճուշանանք։ Այո, տամսեքանք։ Դեռ կինոյին 40 րոպե կա, չո պետքան շուտ գնանք ինչ անենք։ Դե ինչ անենք։ Եկեք պաղկվոցի խաղանք։ Չո եկա մարզես, լավ ինչ բան մտոցի։ Բայց գիտեք չէ, այս այգում փոքր ժամանակ ինչքան բան մտոցի ենք խաղում։ Այս այգու բոլոր ծակուցուկերը անգիր գիտեմ։ Բա շատ լավ է։ Թող չոփը փագի դու էլ ունես պահկվի, այսքանով մանկանք երբեք էլ քեզ չգտնենք։ Ասում եմ կարող է հակառակը անենք։ Չոփը փագի դու Կարող է թարգենք խոսակցությունը։ Իրոք էլ երեխեք։ 1000-ից մեկ տեղ ենք դուրս եկել, եկեք հանգիստ ման գանք։ Լավ։ Գևորգ ջան, հիմա ավելի լավ է ճշմարտությունը ասես, որ մենք բոլորս հասկանանք ինչ անենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Շահնազարյան։ Գևորգ ջան, իմացի, որ քեզ ոչ ոք ոչ մի բանում չի մեղադրում։ Պարզապես միգուցե ինչ-որ բան ես նկատել, երբ ուսուցչանոցում էիր։ Չէ, ես մի րոպեով մտել եմ ու արագ դուրս եմ եկել։ Ուզում ես ասես, որ դու Տիկին Արեգշատյանի դրամապանակը չես տեսել, հա։ Տիկին դուխիկ, եթե տեսած լինեի, կբերեի կտայ ձեզ կամ էլ ուսուցիչներից մեկին։ Իա, տղա ջան, նախ մեկ տոնը իջացրու։ Տիկին դուխիկը ընդհանրապես հարց է տալիս ու պետք չի տենց ագրեսիվ պատասխանել։ Իսկ որ ճամփի կեսից հետ են բերել էտելա ընդհանրապես, ես իրանց ասում եմ, որ ոչ մի բանի հետ կապ չունեմ, իսկ իրանք ինձ մեղադրում են։ Գևորգ ջան, քեզ ոչ ոք ոչ մի բանում չի մեղադրում։ Ուղղակի իմացիր, եթե ինչ-որ բանից տեղեկություն ունես, կարող ես մեզ հանգիստ ասել, այս սենյակից ոչինչ դուրս չի։ Խոսա Գևորգ։ Ես ոչ մի բան չգիտեմ ինչ եք ուզում որ ձեզ ասեմ։ Լավ, Գևորգ ջան, քեզ վատ մի զգա։ Ըհը, մաման ա զանգում։ Հիմա ասելու է ուր եմ, ինչի եմ ուշանում։ Ես ոնց բացատրեմ ինչու եմ ուշանում։ Տուր ինձ ես կխոսեմ։ Էդ դեր պակաս։
Տղա ջան, նոր ասեցի, հիմա տոնդ փոխի, երրորդ անգամ չեմ զգուշացնի քեզ։ Թույլ կտակ գնամ, կարող եմ գնալ։ Գնա, Գևորգ։ Ջան, հարաբերը բան ստացվեց։ Չեք կարող պատկերացնել, ինչ ահավոր եմ ինձ զգում, որ նման իրավիճակի մեջ եմ հայտնվել։ Ախր պետք էր մի քիչ կոպիտ խոսել հետը, որ մի քիչ կոպիտ խոսեինք, ինքը հաստատ կխոստովաներ, որ ինքն է վերցրել։ Դուխիկ։ Ամեն դեպքում չի կարելի աշակերտին նման կերպ ճնշել։ Դրամապանակը դες կորցրել, հա։ Այո։ Ես տեսել եմ, թե ինքը ոնց է ուսուցչանոցից դուրս գալիս ու դրամապանակը դնում գրպանը։ Չեմ ուզում հավատալ։ Դուխիկ իսկ միգուցե թվացել է։ Չէ, հաստատ չի թվացել։ Դե ամեն դեպքում Վերջ, խնդրում եմ, եկեք այս թեման փակենք։ Ես պետքա գնայի, ուշանում եմ, ինձ սպասում են, գնացի։ Շնորհակալ եմ Դուխիկ ջան, որ փորձեցիր օգնել։ Շնորհակալություն, կարիք չկա։ լավ իրերը թավակի քեզ կտանեմ տուն ճանապարհին էլ խոսենք։ Գնա դու։ Համեն երևի սպասում են։ Թույլ կտաս ես ինքս որոշեմ իմ անելիքները։ Լավ, թույլ եմ տալիս, որոշիր։ Շատ մեծահոգի ես։ Ինչ ես անում։ Գժվել ես, թող։ Որոշեցի, որ ուզում եմ քեզ գրկեմ ու գրկեցի։ Վան թող։ Լավ։ Խելագար ես դու։ Շատ ագրեսիվ է դարձել։ Իր ասածն է անում, չի լսում։ Չգիտեմ ինչա կատարվում Շուշիի հետ, տաճան, բայց մենակ Նախշուն քուրիկի հետ տենց չի։ Իմ հետ էլա տենց։ Այսօր շեֆս ոնց որ անտրամադիր է, հա։ Տրամադություն չունեմ անում։ Լիդիանա թե Ներսեսը։ Նարին։ Ինչ ես անում այստեղ։ Որ ասեմ չես հավատա։ Իսկ դու փորձիր։ Ուրեմն իմ շատ սիրելի տիկին Իդան ասաց, որ դու այս կողմերում ես։ Դու եւ մայրս իսկական դիվերսանտ եք։ Միշտ կլինի թեման չփոխես։ Ասա ինչ գիտեք Գևորգի մասին։ Այ մարս, ինչ պետք է իմանամ Գևորգի մասին։ Ընդհանրապես գիտենք, որ այս վերջի շրջանում ինչ որ հիմար պատմությունների մեջ է, այս կարտուկների մեջ է այդքան բան։ Բարև Գևորգ։ Բարև։ Ուր Արև Շահյանի գործման արա։